այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկած մեզի չարեր, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Աշխարհում հազարավոր եկեղեցիներ են կառուցվել, բայց միայն մեկն է նվիրվել զորքին՝ Հայաստան, Վայոց ձոր, Զորաց եկեղեցի։ Այս հրապարակում էր արշավի մեկնող զորքը երթուն տալիս և օրհնություն ստանալով մեկնում կռվի դաշտ։ Տեր, պահպանիր բանակն իմ հայոց։ Թշնամին երբեք չի զլանում ցույց տալ, թե ինչ նենգությունների է ունակ։ Նման պայմաններում մեր դիրքերում կանգնած զինվորները ոգեշնչման և ոգևորման կարիքը շատ ունեն։ Այսօրվա մեր հաղորդման հյուրերը եկել են տեսնելու և ոգեշնչելու հայ զինվորներին։ Ողջույն, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է, և ձեզ հետ է Նորայր Հարությունյանը։ Այո, այս օրերին ով եթե ոչ են զինվորն ունի ուշադրության կարիք։ Ամեն օր լինում են հրադադարի խախտումներ և արտակարգ իրավիճակներ։ Չնայած դրան մեր զինվորների ոգին բարձր է, զգոնությունը առավելագույնս պահպանված։ Իսկ մշակութային գործիչների կամ հասարակ քաղաքացիների այցերը դիրքեր էլ ավելի են ամրապնդում մարտական ոգին և ինչու չէ բարձր տրամադրությունը։ Մենք նորից գտնվում ենք սահմանային զորամասում, չնայած որ նոր տարի է, մենք միևնույն է սահմանային զորամասում ենք և շատ հետաքրքիր հյուրերով, ովքեր եկել են արտասահմանից շատ կարճ ժամանակահատվածով, բայց որոշեցին լինել սահմանային զորամասում, դիմեցին մեզ և մենք նրանց հետ միասին եկանք այստեղ։ Ահա և մեր հյուրերը Աշոտ և Արմեն Ջենթերեջյանները ջութակահար մեծ ցանկություն ունեին տոնական օրերին լինել հայ զինվորի հետ, հայ զինվորի կողքին։ Աշոտ և Արմեն Ջենթերեջյանները երկար տարիներ աշխատել ու ստեղծագործել են հայրենիքում։ Արմեն Ջենթերեջյանը ոչ միայն երաժշտական գործունեություն է ծավալել, այլ նաև եղել է պահեստազորի մայոր և երկար տարիներ աշխատել է հայ զինվոր թերթում որպես լուսանկարիչ լրագրող։ 4 տարի առաջ Լիբանանից հրավեր ստանալով մեկնել են այնտեղ և զբաղվել երաժշտության ուսուցմամբ, գալիք սերունդներին փոխանցելով ջութակ նվագելու հմտություններն ու դրա մասին ունեցած գիտելիքները։ Քանի տարի է ինչ չեք եղել Հայաստանում, այսինքն մեծ ժամանակահատվածով։ 4 տարի է, արձակուրդներին գալիս ենք, թե շատ արագ են ասում արձակուրդները, հավատացեք, որ այսպես կարևոր, մեզ համար կարևոր, այսպես երազած այցելություններ և մի անգամ ևս մեր զինվորների հետ կշփվենք այսօր մեծ հաճույքով։ Իսկ կարոտում ենք, բնականաբար շատ ենք կարոտում Հայաստան։ Դուք պահեստազորի մայոր եք և գաղտնիք չէ, որ ռազմական լրագրող եք։ Թույլ տվեք ենթադրել, որ ձեր առաջարկով եք եկել այսօր։ Այո, որովհետև ես այս զորամասում եղել եմ կարծեմ 5 կամ 6 անգամ։ Այսօր էլի այստեղ եմ և Աշոտին ասեցի դեռ Բեյրութում Երևան գալուց առաջ ասի անպայման եթե հնարավորություն լինի գնանք մի որևէ զորամաս, ուղղակի կարոտներս կառնենք։ Դե ուրեմն առաջարկում եմ ժամանակ չկորցնենք, քանի որ շատ բան ունենք անելու զորամասում, հերթով ծանոթանանք թե զինվորներին, թե ծառայողական առօրյային։ Այո, մանավանդ այս տոնական օրը մենք իրոք շատ անելիքներ ունենք զորամասում, այնպես որ շտապ ենք հանդիպել զորամասի հրամանատարին ու խնդրենք օգնել մեզ մեր առաքելության կատարման գործում։ Շատ հաճելի է ձեր այցը մեր գումարտակ, մեծ սիրով ձեզ կծանոթացնեմ գումարտակի առօրյային և ինչը որ ձեզ հետաքրքիր է մեր գումարտակի հետ կապված։ Այս պահին զինվորները շարված են շարահրապարակում և կապված Սուրբ Ծննդյան օրվա հետ, հոգևոր սպասավորը եկել է իրենց հետ այդ օրվա կապակցությամբ անցկացնի զրույց։ Եվ ինչ նպատակ ունի ձեր այցը։ Մեր այսօրվա այցը տարբերվում է մյուսներից նրանով, որ այսօր Սուրբ Ծնունդ է և մեր տղաներին, ովքեր որ և գտնվում են հենակետերում և զորամասում, իրենց փոխանցենք եկեղեցու այս ավետիսը, որ Քրիստոս ծնվեց և հայտնվեց ու սա մեզ համար մեծ ավետիս է։ Ամեն տարի այս օրը լինում են նմանատիպ միջոցառումներ։ Այո, զորամասերում, որտեղ որ կան հոգևոր սպասավորներ, նրանք Սուրբ Ծննդյան և առհասարակ բոլոր տաղավար տոներին զորամասում են կամ հենակետում են և զինվորներին ծանոթացնում են, խոսում են տոնի մասին, սրանով զինվորներին ավելի փորձելով մոտեցնել իրենց ավանդույթներին, քրիստոնեական արժեքներին։ Ինչ հաճախականությամբ դուք հանդիպում զինվորների հետ։
Հաջողականությունը կախված է ըստ անհրաժեշտության։ Ունենք հոգևոր պլան, որով որ առաջնորդվում ենք, դրանից զատ հիմնական շեշտը դնում ենք անհատական շփումների վրա, անհատական զրույցների վրա, որոնցով մենք կարող ենք մեր խորհրդով, մեր հորդորով ինչ որ կերպ օգտակար լինել զինվորի ներքին անձին։ Մեր այս զորամասի զինվորների որ տոկոսն է մկրտված։ Զինվորների ճնշող մեծամասնությունը մկրտված է, իսկ այն զինվորները, ովքեր որ եկել են բանակ եւ չեն մկրտվել, բայց նաեւ ցանկություն ունեն մկրտվելու, մենք սիրով նաեւ կազմակերպենք իրենց մկրտության հարաբերությունները։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Բոլորիդ շնորհավորում ենք Սուրբ Ծննդյան տոնի առիթով եւ նաեւ ձեր ընտանիքներին եւս մաղթում ենք, որ այս տարին Սուրբ Ծնունդը նաեւ հոգեվոր լույսը ձեր անձերից եւ ձեր օջախներից ներս առատ լինի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է մեր ամենազորեղ, ամենաիմաստուն եւ մեզ ամենից շատ սիրող մեր Տիրոջ ծնունդն ու հայտնությունը։ Նա եկավ աշխարհ պատմելու մեզ մեծագույն սիրո մասին, այն սիրո, որով թերևս կարող է սիրել միայն ծնողն իր զավակին։ Եկավ ասելու, որ չստեղծենք մեզ համար սինկուրքեր, այլ սովորենք սիրել նրան, ով մեր կողքին է ամեն օր։ Սովորենք աղոթել թշնամու համար, որպեսզի նա իմաստնությամբ եւ բարությամբ լցվի, քանզի միայն այդ դեպքում նա կդադարի թշնամի լինել։ Եկավ բացատրելու, որ երբ հարվածում են մի այտիդ մյուսը դեմ տաս, եւ դա բացարձակ չի նշանակում ոչխար լինել, այլ նշանակում է համբերատար օգնել դիմացինիդ, եթե նա մոլորվել է ճանապարհին։ Իսկ եթե իզորու չես օգնել նրան ճիշտ ճանապարհ գտնել, քանզի ինքդ էլ դեռ որոնում ես այն, ապա ամենակարող սիրո ուժով լցված սպասես, երբ Աստված կլուսավորի երկուսիդ ճանապարհն էլ, քանի որ դիմացինդ, ինչպես եւ դու, ստեղծված եք ձեր Հայր Աստծո նմանությամբ եւ պատկերով։ Նա ծնվեց որպես մարդ, իր կյանքով ու մահով ցույց տալու իմ եւ քո փրկության ճշմարիտ ճանապարհը։ Ոմանք ասում են, որ քրիստոնեությունը թույլատրեց մեզ որպես զինվոր։ Ավելի ճիշտ կլիներ ասել քրիստոնեությունից հեռացումը, Աստծո խոսքի սխալ ընկալումը, շատ հաճախ անգամ բացարձակ չիմացությունը եւ միայն այստեղից ու այնտեղից պատահական լսված կիսատ պռատ նախադասությունների յուրովի մեկնաբանությունները հաճախ առիթ են տալիս մեզ անպատասխանատու կերպով հայտարարել, թե քրիստոնեությունը պարտվողների կրոն է։ Այսօր կխոսենք այն մասին, թե որտեղ եւ որ պահին են հավատքն ու զինվորը կանգնած կողք կողքի եւ կռվում նույն ճակատում։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ հրապարակ դուրս եկան նաև զինված ուժերի հոգևոր ծառայության սպասավորները։ Շատերի համար զորահանդեսի ամենահուզիչ պահը հենց հոգևորականների հրապարակ մտնելն էր։ Անկախության հոբելյանական զորահանդեսին հոգևորականների մասնակցության մեջ զարմանալու ոչինչ չկար։ Գավառայից մինչև Սարդարապատ եւ Արցախյան հերոսամարտ, երբ հոգևորականները ոգեշնչելու քաջալերել են հայոց բանակին, որի օրինակներից է Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ի հոգևոր գործունեությունը։ Այսօր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ առաջնորդությամբ հոգևորականներն իրենց ծառայությունն են իրականացնում հայոց բանակում, որպեսզի զորեն իր հավատքը եւ հաղթական բազուկը հայտնվի։ Իսկ ինչ է զորահանդեսը։ Ուժի ցուցադրություն, ռազմական պատրաստվածության ստուգատես, հաճս աշխարհի եւ սեփական ժողովրդի։ Եթե հոգևորականը բանակի մաս է կազմում, իսկ զորահանդեսին բանակը ներկայանում է իր ամբողջականության մեջ, հետևաբար շատ բնական է նաև հոգևորականների ներկայությունը։ Այս զորահանդեսի ամենահուզիչ եւ ազդեցիկ նորությունը հենց հոգևորականների մասնակցությունն էր։ Զորավարներից մեկն ասել է. «Եթե Աստված ինձ հետ է, ինչ տարբերություն թե ով է իմ դեմ»։ Երևի թե հնարավոր չէ մեկ նախադասության մեջ առավել դիպուկ արտահայտել մարտադաշտում Աստծո կողքիդ լինելու կարևորությունը։ Սակայն ամեն պատերազմում չէ, որ Աստված քեզ հետ է լինում։ Նա կողքիդ է միայն այն ժամանակ, երբ հիրավի ճանաչում ես նրան, ձգտում ապրել նրա օրենքով, իսկ կռիվդ հանուն արդարության է, այլ ոչ թե սեփական անձիդ մարմնական բարօրության համար։ Նա կողքիդ է, երբ նպատակդ ոչ թե ուրիշի ունեցածին տիրանալն է, այլ մերձավորիդ անարդարությունից եւ տանջանքից փրկելը։ Եթե կռիվդ այսպիսին է, արդար է, ապա Տերը միշտ ուղեկցում է քեզ։ Ավելին, կանգնած է քո դիմաց, առաջին գծում, հատկապես երբ անսասան հավատով ես դիմում նրան եւ միշտ պատրաստ ես լսել նրա ծառաների իմաստուն խորհուրդը։
Ուրեմն քանի որ այսօր Սուրբ Ծնունդ է եւ մենք նաեւ հյուրեր ունենք այստեղ, մեր շատ հարգելի եւ աղանդաշատ ջութակահարներն են, եղբայրներ են այստեղ, կուզենայինք եւ մեր զինվորների եւ հոգեվոր սպասավորի կողմից ձեզ նվիրել Երուսաղեմյան խաչեր։ Խորհրդանշական մի նվեր է մեր կողմից եւ պիտի խնդրենք, որ ձեզ պահապան լինի իր խաչով ու պատվական աչով։ Շնորհակալ մեր սիրելի հաղորդավարի։ Աստված պահապան ամենքին։ Եվ փորձենք հասկանալ Սուրբ Ծննդյան խորհուրդը, սիրելի զինվոր եղբայրներ եւ մեր շատ սիրելի հյուրեր։ Ինչու Աստված մարդացավ, ինչու Աստված մարմնացավ ու դարձավ մարդ։ Միթե չէր կարող Աստված մնալ։ Ուրեմն եկեղեցու հայրերն ու սրբերն ասում են Աստված մարդացավ, որպեսզի մարդը Աստվածանա։ Այսինքն մարդը ժամանակ գա, պահ գա, երբ որ այնքան կատարյալ դառնա, որ համարյա Աստված լինի։ Բայց սրա հետ կա նաև մեկ այլ խոսք. Աստված մարդացավ, որպեսզի մարդը մարդանա։ Այսինքն դառնա այն կերպարը, որով որ իրեն Աստված ստեղծել էր, երբ որ դրախտի մեջ ստեղծել էր առաջին մարդկանց եւ իրենց տվել էր իր պատկերը, իր նմանությունը։ Ինչ է նշանակում պատկեր եւ նմանություն, որը Աստված տալիս է մարդուն։ Սա այն նմանությունն է, որով որ մարդը դառնում է Աստծու նման եւ դառնում է անսահման սիրող։ Ձեզ, մեզ, ամենքիս եղբայրասիրությունը շատ կարեւոր մի հանգամանք է, որ անհրաժեշտ է ամեն վայրկյան։ Եղբայրասեր լինել, երբ որ շարքի մեջ ես կանգնած։ Եղբայրասեր լինել, երբ որ ճաշարան ես գնում։ Եղբայրասեր լինել, երբ որ թիկունքի կանգնած կռվում ես թշնամու դիմաց։ Բանակում ծառայություն իրականացնող հոգևոր հովիվների շնորհիվ զինվորները կարողանում են հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու բոլոր տոներին եւ կարեւոր օրերին։ Ընդ որում, եթե քաղաքացիական կյանքում մենք շատ հաճախ մասնակցում ենք հոգևոր տոներին, որովհետեւ բոլորն են այդպես անում, անգամ երբեմն առանց գիտակցելու բուն իմաստն ու խորհուրդը, ապա բանակում զինվորներին ամենայն մանրամասնությամբ բացատրվում է յուրաքանչյուր արարողության նպատակը։ Հոգևոր սպասավորները բացի դաստիարակչական, ուսումնական այդ ծրագրերից նաև կատարում են ծիսարարողակարգային բնույթի արարողություններ, ջրօրհնեկներ, տնօրհնեկներ, նաև կատարում են մկրտություններ։ Սուրբ Ծնունդը, թերևս ամենակարևոր եւ ոգեշնչող տոնը, բացառություն լինել չէր կարող։ Սուրբ Ծննդյան ողջ արարողակարգը իրականացվում է նաեւ զորամասերում, եթե հնարավորություն է լինում։ Զինվորները նաեւ եկեղեցի են այցելում, ներկա գտնվում պատարագին։ Սահմանամերձ գյուղում, որտեղ գտնվում է այն զորամասն, ուր մենք այցելել ենք, Սուրբ Ծննդյան արդիվ պատարագ էր։ Մենք էլ մեր հյուրերի եւ զորամասի զինվորներից մի քանիսի հետ գնացինք մասնակցելու այդ պատարագին։ Հաճելի էր տեսնել, որ ամբողջ գյուղի բնակիչները, լինի մեծ թե մանուկ, եկել էին պատարագին մասնակցելու։ Սահմանամերձ գյուղը այս միասնության շնորհիվ է, որ ժամանակին պաշտպանվել է թշնամուց եւ հիմա էլ խրոխտ կանգնած է թշնամու առաջ եւ երբեք տեղի չի տալիս։ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ եւ բանակ հայոց եւ ժողովուրդս հայոց ի Հայաստան եւ իսկյուրս աշխարհի նոցան զավակուն ծնող եւ բարեկամուն ընդհովանյասուկ եւ պատմական խաչերս կողի խաղաղության հրկյա, ազատյա, երևելի եւ աներևուր ճնավուր արժանավորյա կողության հարավորել ըստ քեզ ընկոր եւ սրկողություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ Քրիստ Պատարագից զորամաս վերադառնալու ճանապարհին որոշեցին կանգ առնել ու զրուցել հաղորդման հյուրերի հետ։ Ըստ էս մշակույթը ինչ է տալիս զինվորին։ Ես գոնե ուզում եմ տարբերակեմ զինվորի տեսակները, որովհետև զինվոր կա, որը ագրեսոր է, զինվոր կա, որը պաշտպանում է երկիրը, իր հայրենիքը, իր հողը։ Հստակ է, որ մեր զինվորը, հայ զինվորը պաշտպանում է իր հողը, իր երկիրը, իր ժողովրդին, իր հայրենիքը։ Դա կարծեմ սրբազան ինչ-որ մի երևույթ է։ Ես
շատ կզարմանա, եթե հայ զինվորը հավատավոր չլիներ, հավատացյալ հավատքով չվերաբերվեր իր զենքին։ Դա կդառնար պարզապես ինչ-որ զենք օգտագործող մեքենա։ Բայց եթե կա խիղճը, եթե կա հավատքը եւ եթե կա այդ հայրենիքի նկատմամբ սերն ու մշակույթը, անպայման նրան տանում է շատ ավելի վեհացման, շատ ավելի վերջապես գիտես, այսպես ազգից չզատենք զինվորին։ Այդ զինվորը հայ ազգի զավակը եւ հայ ազգը մշակույթի ազգ է։ Հիմի որքան էլ մենք ծանր ժամանակաշրջաններ ենք ունեցել մեր պատմության մեջ, թարմ, ասենք 25 տարվա 23 տարվա դեպքերը, Ղարաբաղյան պատերազմը, այնուամենայնիվ ազգը ինքը մշակույթի ազգ է։ Քրիստոսին ծառայելու կոչված հայ հոգևորականները մեր ողջ պատմության ընթացքում եղել են զորքի կողքին, զորքի մեջ վճռական պահերին առաջին գծում։ Վարդանան սխրանքն օրինակ է դարձել մեր հետագա բոլոր հերոսամարտերի համար։ Սարդարապատի հերոսամարտի նախօրյակին, երբ Գևորգ 5-րդ Սյունյաց կաթողիկոսին առաջարկվում է հեռանալ Մայրաթորից, նա պատասխանում է. Եթե հայոց զինվորությունը չի կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, ուրեմն թող ես նահատակվեմ հենց այստեղ, Շեմին Մայրաթորի, եւ կարգադրում է հնչեցնել եկեղեցու զանգերը, բոլորին հրավիրելով մարտի դաշտ։ Նույնիսկ հոգևորականների զորախումբ կար, որը կռվում էր կրակի ամենաթեժ գծում։ Հայ հոգևորականները կռվել են նաև Արցախում, երբ պետք է եղել։ Հոգևորականի հագուստը փոխարինել են ռազմականով, զենք վերցրել եւ մինչեւ վերջ գնացել թշնամուն ընթառաջ։ Աստծո հետ խոսել են մեր կռվի արդարության մասին, աղոթել են զինվորների համար։ Պետք եղած ժամանակ զինվորին հուսադրել եւ տոկունություն են հաղորդել։ Ուղղյա եւ հաջողյայի մեծ գործը ձեռած մերոց եւ պաշտպանություն հավատո եւ հարինյաց եւ ազատագրումն շրջանի Շուշվա, Պայա եւ Պահպանյա, Սուրբ Պատվական խաչիվը քոյի խաղաղության, սարամանատարությունս ազգիս բանակահայոց, սպայական կազմս, ենթասպայական կազմս, զինվորս, զմարտիկս, ծառայողս, մատակարարողս եւ ժողովուրդն հայոց։ Սեր Հիսուսի Քրիստոսի եղեցին ձեզ ընդ մեզ ընդ ամենեսյանս, ամեն։ Աստված օգնի, ողջությամբ ձեզ տանի դեպի հաղթանակ։ Արցախյան գոյամարտի ժամանակ Արցախի թեմի հոգևոր սպասավորները իրենց նպաստը բերեցին հաղթանակի արձանագրման համար եւ դա առիթ հանդիսացավ, որ հետագայում 1997 թվականի հոկտեմբերին լուսահոգի Գարեգին առաջին կաթողիկոսի եւ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի միջև փոխհամաձայնություն կայացավ, որի շնորհիվ ստեղծվեց զինված ուժերի հոգևոր սպասավորությունը։ Եվ այդ ժամանակ ինձ նշանակեցին որպես նախարարի հոգևոր խորհրդական եւ պատասխանատու բանակի հոգևոր սպասավորների։ Հետագայում այդ սպասավորների թիվը բավականին մեծացավ, ընդլայնվեց, շրջանակները առաջնահերթ ծրագիրը այն էր, որ հոգևոր սպասավորները պետք է իրենց ծառայությունը մատուցեն սահմանային զորամասերում եւ ուսումնական հաստատություններում։ Հետագայում արդեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օրոք եւ Հայ առաքելական եկեղեցու միջև ստորագրվեց հատուկ մի հուշագիր, կանոնադրություն, ըստ որի այդ կանոնադրության հոգևոր սպասավորները արդեն իսկ եւ քանակով եւ իրենց պայմանագրային, այսպես ասած, հուշագրով իրենց անելիքները, պարտականությունները արդեն ամրագրված այդ հուշագրով կարողանում էին արդեն զորամասերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցել։ Այսօր զինված ուժերում 50-ի հասնող հոգևոր սպասավորներ ունենք, որոնք իրենց ծառայությունն են բերում պաշտպանության բանակում, Հայաստանի զինված ուժերի տարբեր սահմաններում, բանակային կորպուսներում, ուսումնական հաստատություններում։ Այսօր Հայ առաքելական եկեղեցին յուրաքանչյուր առիթով եւ հնարավորության դեպքում առավելագույնս փորձում է սատարել բանակին եւ երիտասարդ զինվորին, թեթևացնելու եւ առավել բովանդակալի դարձնելու նրա ծառայության 2 տարիները։ Բացի հոգևոր սնունդից կարևոր է նաև մարմնական սնունդը։ Ուստի Ճենթերեջյան եղբայրները միանելով զինվորների շարքին որոշեցին գնալ ճաշարան եւ ճաշել զինվորների հետ։ Ճաշարանում նրանք համեմատելով սովետական եւ հայկական բանակի ճաշարաններն ու սնունդը հպարտությամբ ասացին, որ մեր բանակն էլ ավելի լավ է սնում զինվորներին, քան դա անում էր սովետական բանակը։
Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր, որ երկրում ես, սուրբ օգնի անունը քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, տուր մեզ հարավազորյա հաց այսօր, և մի տանի մեզ գործուսան, այլ կրկի մեզ շարից, քանզի քո թագավորությունը, և զորությունը, և փառքը։ Ավետյանս, ամեն։ Բարեխորհեք։ Շնորհակալ։ Ճաշը կերանք, իսկ հիմա ժամանակն է դիրքեր բարձրանալու։ Բացի այդ էլ, մենք դեռևս պետք է հրամանատարին խնդրենք ներկայացնել իր լավագույն զինվորին, որը պետք է խրախուսական արձակուրդի արժանանա։ Հրամանատարն ասաց, որ լավագույնին կընտրի դիրքերում, եւ հենց դիրքերում էլ մենք ծանոթացանք Ռուբենի հետ, ով ըստ Զորամասի հրամանատարի լավագույն զինվորն էր։ Ռուբեն, մեզ շատ հաճելի է, որ քո պես զինվոր ունենք։ Եվ գիտես, շատ հուզված եմ եւ պիտի ասեմ, որ մեծ ուրախություն էր ինձ համար այ հրամանատարի կողքը կանգնած լսել, որ քեզ արձակուրդ է տրվում բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր զինվորները քո նման ծառայեն։ Ռուբենը արձակուրդը ստանալուց հետո մեծ պատասխանատվությամբ ցույց տվեց իրենց հենակետն ու հենակետի ճաշարանը, այնուհետև մեր հյուրերին ուղեկցեց դեպի դիտակետ։ Աշոտ եւ Արմեն Չենթերեջյանները, Հական Սաղավարտներն ու զրահապատ բաշխոններն ու շարժվեցին դեպի Խրամատ։ Դիտակետում մենք հանդիպեցին Գևորգին, ով մարտական հերթապահություն էր իրականացնում։ Նա ժամանակին մեր հաղորդման ընթացքում մի շատ հետաքրքիր պատմություն էր պատմել Աշոտ Ղազարյանին։ Իրական դեպք է, բայց դե պատմեմ։ Ուրեմն պապիկիս պապիկը եղել է տաքսիստ։ Հնում տաքսիստները եղել են կառքով, ձիերով, եզներով տաքսի են վարել։ Գնում է Կողի գյուղից ֆիզիկայի դասատուբերի մեր գյուղի համար։ Բերելուց ճանապարհին այդ դասատուն աղջիկ է լինում, այդ աղջկան ասում է քուրիկ ջան, ի՞նչ դասատու ես, ասում է ֆիզիկայի դասատու եմ, պապի ջան, ասում է քուրիկ ջան, բա որ ֆիզիկայի դասատու ես, մի հատ սենց հարց տամ, այդ իներցիան ի՞նչ բան է, ասում է դե պապի ջան, հələ դու եզները մի հատ արագ քշի, հենց որ ասեմ կկանգնեցնես, ասում է լավ, այս պապիկ արագ քշում է եզները, բան ասում է պապիկ ջան, կանգնիր, կանգնում է մի անգամ, ձեզ աղջիկը մեջքի վրա ընկնում է ու սենց յուկա բան բացվում է, բան, մեկ էլ պապիկին ասում է, այ էս այն երցա, պապի ջան, բան, պապիկը սենց զարմաց ասում է, վայ, մեր պարավներն է դրանից ունեն, բայց իներցիա չի, ուրիշ բան ենք մենք ասում։ Շատ լավ։ Դե ինչ, հիմա ժամանակն է գնալ Ռուբենի ծնողներին անակնկալ մատուցելու, բայց ճանապարհին իմացանք, որ Ռուբենի մայրիկը բուժքույր է եւ այդ պահին հերթապահում է հիվանդանոցում։ Ուստի ուղևորվեցինք հիվանդանոց եւ հենց այդտեղ էլ Ռուբենը անակնկալ հանդիպեց մորը։ Դե վայելեք ձեր տեղայեցները հաստատած արձակուրդը, համոզված եղեք, որ ձեր տնան շատ լավ էր ծառայում եւ շատ լավ էր ծառայում։ Միշտ գնահատեք եւ արժևորեք մեր դիրքապահ զինվորներին, չէ որ նրանք անընդհատ զգոն ու արթուն են, որպեսզի դուք հանգիստ քնեք։ Եվ մի օր էլ մենք ձեր մարտիկի հետ կայցելենք ձեր տուն։ Իսկ հանրայինի եթերում մարտիկ հաղորդաշարն էր եւ ձեզ հետ էր Նորայր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Յանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ, զենքս որ դուրս իսկ սերս մայրերին կտամ, Բարթայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց սպաներ պատիվ ունեմ։